Ողջույն, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Այսօր կխոսենք շատ կարևոր վիտամինի մասին։ Այս վիտամինը մեր օրգանիզմի անտեսանելի պաշտպանն է։ Սա հակաօքսիդանտ վիտամին է, որի մասին խոսում են հիմնականում մաշկի և գեղեցկության համատեքստում, բայց իրականում դրա դերն ավելի խորն է բջիջների, արյան անոթների և իմունային համակարգի մակարդակով։ Խոսքը վիտամին E-ի մասին է։ Հիմա մանրամասն կպատմեմ ինչու է այն կարևոր, որտեղից ստանալ և ինչին ուշադրություն դարձնել։ Ինչ է անում օրգանիզմում վիտամին E-ն։ Ըստ էության վիտամին E-ն ճարպալույծ հակաօքսիդանտ է։ Դա նշանակում է, որ այն պաշտպանում է բջիջների թաղանթները ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, դանդաղեցնելով բջիջների ծերացումը։ Այն հատկապես կարևոր է մաշկի, տեսողության և իմունային համակարգի աշխատանքի համար։ Կանանց մոտ այն հաճախ կապվում է նաև հորմոնալ հավասարակշռության և վերարտադրողական համակարգի առողջության հետ, իսկ տղամարդկանց մոտ սերմնահեղուկի որակի հետ։ Վիտամին E-ն նաև մասնակցում է արյան մակարդման կարգավորման և արյան անոթների պաշտպանությանը, նվազեցնելով աթերոսկլերոզի ռիսկը։ Կարևոր է հասկանալ մեկ կարևոր բան. վիտամին E-ն ոչ թե մեկ նյութ է, այլ 8 տարբեր միացությունների ընտանիք, որոնցից ամենաակտիվը և մարմնում ամենալավ յուրացվողը ալֆա-տոկոֆերոլն է, և հենց այն է հիմնականում նշվում վիտամին E պիտակի տակ։ Ինչ սննդով կարելի է լրացնել վիտամին E-ն։ Ամենահարուստ վիտամին E-ի աղբյուրն ունեն բուսական յուղերը և ընկույզները, հատկապես աչքի են ընկնում նուշը, արևածաղիկի սերմերը, ընկույզը, պնդուկը, ձիթապտղի յուղը, ինչպես նաև ավոկադոն։ Կանաչ տերևավոր բանջարեղեններից սպանախը, բրոկոլին ևս լավ աղբյուր են։ Հետաքրքիր փաստ. արևածաղիկի սերմերի մի փոքր բուռը, մոտ 30 գրամը, կարող է ծածկել օրվա անհրաժեշտության մեծ մասը, քանի որ դա ճարպալույծ վիտամին է, այն լավագույնս յուրացվում է ճարպի հետ միասին ուտելիս, այնպես որ աղցանը ձիթապտղի յուղով հագեցնելը երկակի օգուտ ունի։ Հավելումները և պրեպարատները ինչպիսին են։ Դեղատներում վիտամին E-ն հանդիպում է հիմնականում երկու ձևով՝ բնական, նշվում է D-ալֆա-տոկոֆերոլ և սինթետիկ D-L-ալֆա-տոկոֆերոլ։ Բնական ձևն օրգանիզմում ավելի լավ է յուրացվում։ Հանդիպում է նաև որպես մեղմ յուղային կապսուլ, հաճախ 200-ից 400 միավոր չափաբաժնով, ինչպես նաև մաշկի յուղերի և կրեմերի կազմում է ընդգրկված լինում տեղային կիրառության համար։ Հաճախ այն ներառված է համալիր մուլտիվիտամինների մեջ կամ վաճառվում է օրինակ վիտամին E և սելենիում համակցությամբ, քանի որ այս երկուսը ուժեղացնում են միմյանց հակաօքսիդանտային ազդեցությունը։ Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Կարևոր նրբություն, որը հաճախ մոռացվում է։ Վիտամին E-ի բարձր դոզաները երկարաժամկետ ընդունումը, հատկապես օրինակ 400 միլիգրամը, կարող է թուլացնել արյան մակարդման ունակությունը։ Ուստի եթե դուք կիրառում եք արյան մակարդելության համար որևիցե մի դեղորայք, ապա պետք է նախապես խորհրդակցեք բժշկի հետ, նոր կիրառեք վիտամին E։ Բնական սննդից ստացվող վիտամին E-ի գերդոզավորումը գործնականում գրեթե անհնար է։ Վտանգը միայն կարող է լինել կենտրոնացված հավելումների, ոչ վերահսկվող չափաբաժինների դեպքում, այսինքն երբ որ դուք դա ստանում եք դեղատնից գնած վիտամինների տեսքով։ Եթե հետաքրքիր է, թե ինչ է անում վիտամին E-ն մեր օրգանիզմում, եթե հետաքրքիր է, թե այլ ինչ վիտամիններ կան, կամ ինչպես պետք է կիրառել որևիցե մի վիտամին, գրեք կոմենտում և ես անպայման կանդրադառնամ, իսկ ինձ չկորցնելու համար հետևեք իմ YouTube-յան ալիքը։ Առողջ եղեք։